Հայաստանում լրագրության ազատության մասին նոր զեկույց է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նոր զեկույց է հրապարակվել, որտեղ Հայաստանը առաջընթաց է գրանցել, բայց այդ առաջընթացը մեր կարծիքով կարող էր ավելի մեծ լինել, ինչը եւ երևում է զեկույցից, բայց այնտեղ մատնանշվում է մի դեպք, երբ ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը ֆիզիկական բռնություններ գործադրել լրագրողի նկատմամբ հարվածելով նրան ազգային ժողովի շենքում։ Հարց եմ ձեզ տալիս, այդ օգնականը падգամավորի դեռ աշխատում է ազգային ժողովում ու արդյոք դուք որպես ազգային ժողովի падգամավոր ձեր գործընկերներին դիմել եք այդ հարցով, որ արդյոք այդ օգնականը պետք է շարունակի աշխատել։ Դա մեկ հարց եւ երկրորդ ասեցիք Բագրատ Գալստանյանի կամ չգիտեմ ինչ էր անունը ասածը այլ կոնտեքստում էր, որ խնդրեմ կմեջբերեք Բագրատ Գալստանյանի ասածը հասկանանք այդ ինչ կոնտեքստում էր, որ մի հատ էլ ուրիշ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իհարկե պարոն Ալեքսանյան, կզարմանայի, որ դուք այս հարցը չտայիք։ Ամեն դեպքում ես ուզում եմ արձանագրել, որ մենք քննում ենք Անդրանիկ Քոչարյանին վերաբերվող էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, իսկ Լևոն Քոչարյանի օգնականի հարցը այստեղ վերաբերելի չէ։ Բայց ինչ վերաբերում է երևույթին, ես երևույթի մասով տվել եմ իմ գնահատականը դեռ այդ օրերին։ Երկրորդ, Հայաստանի իրավապահ համակարգը աշխատել է գերօպերատիվ այդ դեպքով, անմիջապես կատարողին մեկուսացրել են, կալանավորել են, դրանից հետո իրավական գործընթացը լայն թափով տեղի է ունեցել եւ բացարձակապես այս եզրույթները միմյանց հետ համեմատելի չեն։ Մենք խոսում ենք падգամավորի վարքագծի մասին եւ կարծում եմ, որ դուք այս տարբերությունը շատ լավ հասկանում եք եւ ազգային ժողովի падգամավորը իրավունք չունի որևէ լրագրողի նկատմամբ ցուցաբերի խտրական վերաբերմունք, այնպես ինչպես որևէ քաղաքացի որևէ մեկը իրավունք չունի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, առավել ևս բռնության մասին խոսելը։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի խոսքերը մեջ բերելուն, ես կարծում եմ, որ ես չէ, որ պիտի ձեզ համար կրկնեմ այդ խոսքերը, դուք կարող եք YouTube-ը հետ տալ եւ YouTube-ով լսել ինչ է ասել եւ ինչ կոնտեքստում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Թովմասյան, խնդիրն էլ հենց այդ է, որ քննարկում եք այս հարցը, բայց չեք քննարկում այն հարցը։ Հիմա ուղիղ փաստ կա, падգամավորի օգնականը, հա, падգամավոր չի, ընդունում եմ կարգավիճակների տարբերությունը, բայց падգամավորի օգնականը լրագրողը ծեծել։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք մենակ հիմա։ Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, դուք շատ լսեք պատասխանը։ Թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Այդ падգամավորի Տիկին Թովմասյան, թողեք ավարտեմ։ Թույլ տվեք թող ավարտի падգամավորը, հետո դուք կունենաք վերականգնեք էլի խնդրում։ Հետո դուք կունենաք արձագանքի հնարավորություն, համեցեք ավարտեք հարցը։ Շնորհակալություն։ Տիկին Թովմասյան, ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Մեջ եք բերում Անդրանիկ Քոչարյանի ասածը, որ դուք լրագրող չեք, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում։ Նույնական, տառացիորեն նույնական արտահայտություններ արել են Հայաստան խմբակցության падգամավորները։ Եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, Գեգամ Մանուկյանը կամ Աղվան Վարդանյանը ի պատասխան Civic AM-ի լրագրողների հարցերին։ Բախի էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Նույնական, տառացիորեն նույնական, դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին։ Ինչի էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել ու ողջունում եմ այն փաստը, որ չկրկնեցիք ձեր կողմից նշված մարդու խոսքերը, որպես այդպեսին, որտեղ կարծում եմ դուք էլ հասկացաք, որ կրկնելու բան չէր։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, եւս մեկ անգամ ասում եմ, լրագրողի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է նաեւ եղել Լևոն Քոչարյանի օգնականի վարքը, որի մասով ես տվել եմ իմ գնահատականը եւ շատ իմ գործընկերներ տվել են իրենց գնահատականը եւ նաեւ հատուկ ընդգծում եմ, որ ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի այդ դեպքով իրավապահները գործել են խիստ օպերատիվ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Սարգիս Հովհաննիսյանը փողոցում ծեծեց Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը, ՊՊՑ ծառայության ղեկավարը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, բայց որևէ գործ չի հարուցվել։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք թերած
այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանի։ Տիկին Թովմասյան, կարող եք հետևել իմ հրահանգներին։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, դադարեցրեք քննարկումը։ Տիկին Թովմասյան, խնդրում եմ պատգամավորների հասցեին խոսելիս որակումներ, ձևակերպումներ վիրավորական չհնչեցնել եւ խոսել ըստ էության, ոչ թե վիրավորանքներով։ Եվ հետևել ժամանակին։ Հասմիկ Հակոբյան, համեցեք։ Տիկին Թովմասյան, ես կհավատայի, որ գոնե ընդդիմադիր դաշտում գործող պատգամավորների, լրագրողների շահերից եք խոսում, պաշտպանում եք շահերը, եթե Բագրատ Սրբազանի նույնական արտահայտության դեպքում գոնե քննադատական ինչ-որ գրառում կամ խոսք ձեզնից լսած լինեի, իսկ Բագրատ Սրբազանի իր սքեմով, այդ մարդու արտահայտություններն այնքան տգեղ են եղել, որ դուք հենց հիմա իմ գործընկերոջ հարցին պատասխանելիս խուսափում եք անգամ կրկնել, որովհետև ընդունում եք, որ դա տհաճ է եղել ավելի ձևակերպումը, իսկ ես չեմ խուսափի եւ կասեմ, որ ասել է բերանդ լվա եւ ինչու հարց ձևակերպեմ, ինչու դուք այդ նույն լրագրողին, այդ նույնատիպ ավելի վատ արտահայտության դեպքում չքննադատեցիք։ Շնորհակալ եմ։ Հատուկ Արթուր Հովհաննիսյանի համար։ Մյուս անգամ չփորձեք խոչընդոտել, երբ որ ես խոսում եմ։ Հանգիստ լսեք եւ լսեք նաեւ քննադատություն ու փորձեք վերանայել ձեր վարքագիծը։ Պարոն Արշակյան, այստեղ ես կանգնած եմ, դուք անջատում եք իմ խոսափողը։ Այս ինչ վարքա ընդհանրապես ձեգույթ եմ ներկայացնում եւ տեսակետ հայտնել իրավունք ունեմ։ Դուք չեք ստեղ խմբագրելու ինձ։ Դուք այստեղ նախագահող եք եւ դուք պիտի ռեկլամեք դադարեցրեք իմ դուք խմբագիրը չեք։ Այս ինչ վարքա։ Երբ որ դուք պատգամավորին վիրավորական արտահայտություն։ Իսկ դուք չեք լսում ձեր խմբակցության քարտուղարի վարքագիծը։ Դե ուրեմն երբ որ նույնական վերաբերմունք կլինի, նոր կասեք։ Հիմա դուք լսելու հետ խնդիր ունեք։ Դուք չեք կարողանում լսել։ Ես լսում եմ եւ ես ձեզ արձագանքեցի ու հիմա ես շարունակում եմ իմ խոսքը։ Մի հատ խնդրում եմ անջատեք Տիկին Թովմասյանի խոսափողը, որովհետեւ ինքը չի կարողանում լռել եւ լսել։ Տիկին Թովմասյան, ուրեմն լսեք։ Եթե դուք ուզում եք հանգիստ շարունակել ձեր խոսքը եւ ես չընդհատեմ որպես նախագահող եւ չապահովեմ ստիպված նիստի նորմալ ընթացքը, ապա խնդրում եմ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից պատգամավորների նկատմամբ եւ ձեր խոսքերը չափավորել։ Հիմա չեմ ուզում կրկնել, թե դուք ինչ եք ասել, բայց համոզված եմ, որ դուք կգնաք հետ կտակ ձեր YouTube-ը եւ կլսեք, թե ինչի համար եմ ձեզ ընդհատում։ Եվ հիմա խնդրում եմ դասեր չտալ եւ իմ նիստը վարելու վերաբերյալ գնահատականներ չտալ, զերծ մնալ նման գնահատականներից, սա ուղղակի բարի խորհուրդ ձեզ եւ շարունակել ձեր պատասխանը падգամավորի հարցին։ Այժմ խնդրում եմ թույլ տվեք, որ պատասխանի падգամավորի հարցին Տիկին Թովմասյանը վերականգնելով նրա ժամանակը։ Համեցեք։ Ուրեմն եւս մեկ անգամ ասում եմ, որ որևէ մեկի խորհրդի կարիքը չունեմ, առավել եւս ձեր, առավել եւս բարի խորհրդի։ Այս իգիտություն։ Ինչ վերաբերում է հարցին, ուրեմն Տիկին Հակոբյան, եթե ես չեմ սխալվում, դուք քաղաքացիական պայմանագրի եզակին падգամավորներից եք, որ դատապարտել եք Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Այսինքն մի կողմից դատապարտում եք, մի կողմից ասում եք լավ արել, որն էր ձեր դիրքորոշումը, խնդրեմ մի պատասխան դուք ասեք դրան, որտեղ դուք համ ասում եք, այո, անընդունելի է պարոն Անդրանիկ Քոչարյանի վերաբերմունքը լրագրողի նկատմամբ, հիմա ասում եք ինչու դուք նույնը չեք արել Բագրատ Սրբազանի դեպքում։ Ես առաջնորդվում եմ հասցեատիրոջ վերաբերմունքով։ Ռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերից։ Ռիփսիմե Ջեբեջյանը դիմել է երկու խմբակցություններին եւ ասել, խնդրել 161 լրագրողների հետ միասին, որ մենք ձևավորենք էթիկայի հանձնաժողով։ Եվ մենք ընդառաջելով այդ դիմումին ձևավորելու առաջարկ ենք ներկայացրել, որը ի սկզբանե արդեն պետաիրավական հանձնաժողովի նիստում ստացել է բացասական եզրակացություն։ Համեցեք արձագանք։
Այսինքն Տիկին Թովմասյան, եթե ենթադրենք տեսնեք բռնության ենթարկվող մարդու փողոցում, ենթադրեք ծեծվող, եւ եթե ծեծվողը դեմ չէ, դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկի, եւ դուք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ եք եղել, ես ցավում եմ ձեր նման մոտեցման համար։ Երկակի ստանդարտներ չունենալը ապացուցվում է ձեր բերած օրինակով։ Այո, ես համարում եմ, որ լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտներ չպետք է լինեն։ Ես ինքս լրագրող եմ եւ միջադեպը որակել եմ տհաճ եւ չեմ խուսափել իմ կողքը նստող իմ գործընկերոջ հետ կապված դրվագը ուրեմն անաչառ մեկնաբանել, ինչը դուք չեք անում եւ էլի դուք խուսափում եք պատասխանել հարցին, ինչու քննադատական ոչ մի խոսք ձեզնից չլսվեց, երբ որ այդ նույն մեր գործընկերոջ լրագրողի հանդեպ եղավ ավելի վատ արտահայտություն քաղաքական հայտ ներկայացրած սրբազանի կողմից ուղիղ, որովհետև Տիկին Թովմասյան, այդպես չէ, որ եթե մարդը ինքը ասում է շատ լավ է, թողեք ինձ ծեծի, դուք պետքա տենց անցնեք։ Այդ պատասխանատվություն չի քաղաքացու, Ավարտեք խնդրեմ։ առավել եւս падգամավորի կողմից։ Ուրեմն ես եւս մեկ անգամ ասում եմ, Բագրատ Սրբազանի խոսքերը հասցեագրված չեն եղել Հռիփսիմե Ջեբեջյանին։ Առաջին, երկրորդ, ինքը բացատրել է ինչ է ասում, Հռիփսիմե Ջեբեջյանը հասկացել է եւ նույն ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ես ներողություն եմ խնդրում եւ շարունակել իր խոսքը։ Այն ինչ որ Անդրանիկ Քոչարյանը չի անում եւ այսքան ժամանակ նրանից պահանջվում էր ընդհանրապես ներողություն խնդրել ու այս հարցը այս ավելի հեշտ եւ ավելի ցանկալի լուծում կունենար։ Իսկ ինչ վերաբերում է ես ինչ որ բռնություն տեսնեմ, անցնեմ, գնամ, դուք շատ սխալ պատկերացում ունեք, որովհետեւ ես արդեն հայտարարեցի, որ ես որևէ նման դեպքում ես չեմ համարում, որ լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է չդատապարտվի եւ այդ դատապարտումները ես անում եմ ավելի արագ եւ ավելի հասցեական եւ մշտապես ոչ թե ձեր նման, որ երբեմն, որտեվ դուք ես դրա համար ասացի, պետք է կողմնորոշվեք։ Հիմա ընդունում եք այդ վարքագիծը, թե չեք ընդունում։ Մենք այստեղ քննարկում ենք Անդրանիկ Քոչարյանի վարքը, ոչ թե Բագրատ Սրբազանի։ Մի հատ էլ էթիկայի հանձնաժողով ասում եք Բագրատ Սրբազանի համար սարքենք։ Տիգրան Պարսելյան, հաջորդ հարցը համեցեք։